Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Հսկա սպանող ջեկը։ Տարիներ առաջ Արթուր թագավորի օրոք Կորնվոլում ապրում էին շատ սարսափելի հսկաներ։ Մարդիկ վախենում էին նրանցից, քանի որ բացի աժդահա և ուժեղ լինելուց, նրանք չար էին ու դաժան։ Այդ հսկաները գողանում ուտում էին մարդկանց կովերը, եզները, խոզերն ու ոչխարները, որպեսզի բավարարեն իրենց վայրի ախորժակը։ Ծովափնյա մի ամրոցում ապրում էր մի հսկա, նրա հասակը 18 ոտնաչափ էր, հաստությունը 10 ոտնաչափ, իսկ անունը Շատակեր։ Կար նաև մի քաջ տղա, Ջեք անունով։ Նա հաստատ որոշել էր կռվել հսկաների դեմ ու ջնջել նրանց երկրի երեսից։ Եվ մի գիշեր ճամփա ընկավ գտնելու և սպանելու Շատակերին։ Ջեկն իր հետ վերցրեց մի շեփոր, բահ ու քլունգ և մի լապտեր։ Գիշերով հսկայի առջև մի մեծ փոս փորեց, ծածկեց ոսկերով ու ծղոտով, իսկ վրայից հող լցրեց։ Հետո վերցրեց շեփորը, փչեց բարձր, այնքան բարձր, որ հսկան վազեց իմանալու, թե ինչ է պատահել։ Բայց հանկարծ ընկավ ծուղակն ու մինչև կհասցներ հասկանալ, թե ինչ է կատարվում, վրա հասավ Ջեկը։ Քլունգի մի հուժկու հարվածով նա թռցրեց հսկայի գլուխը։ Այդ օրվանից մարդիկ նրան անվանեցին հսկա սպանող Ջեք ու նվիրեցին մի գոտի, որի վրա ասեղնագործված էր. Ես մի խիզախ կորնվոլցի Շատակերին սպանեցի։ Շատակերի եղբայրը, որը նույնքան սարսափելի մի հսկա էր, երդվեց եղբոր վրեժը լուծել։ Մի օր նա Ջեկին տեսավ ծառի տակ խոր մտած։ Մտածելով, որ հասել է երդումը կատարելու հարմար պահը, բռնեց Ջեկին ու բանտարկեց իր ամրոցի սենյակներից մեկում։ Իսկ ինքը գնաց փնտրելու իր ծանոթ հսկային, որ միասին ուտեն Ջեկին։ Ջեկն էլ անգործ չմնաց, նա վերցրեց սենյակի անկյունում ընկած թոկը, ծայրերին օղակներ արեց ու սկսեց սպասել։ Վերադարձին, երբ հսկաներն անցնում էին Ջեկի սենյակի մոտով, նա թոկը պատուհանից այնպես նետեց, որ օղակներից ամեն մեկն ընկնի մի հսկայի վիզը։ Վախից իրենց կորցրած հսկաները փախան տարբեր կողմեր, թոկը ձգվեց ու երկուսն էլ խեղդվեցին։ Մի անգամ էլ այնպես պատահեց, որ Ջեկը ճանապարհին մոլորվեց, մութն էլ թարսի պես վրա հասավ։ Այդ ժամանակ նա նկատեց մի մեծ տուն և որոշեց գիշերելու տեղ խնդրել։ Դուռը բացեց մի երկգլխանի հսկա։ Նա շատ կասկածելի քաղաքավարությամբ Ջեկին ներս հրավիրեց։ Տեսնելով, որ տղան հոգնած է, նրան տրամադրեց մի փափուկ անկողին, բայց Ջեկը տագնապի մեջ էր, լավ բան չէր սպասում հսկայից։ Ուստի անկողնու մեջ իր փոխարեն դրեց մի գերան, իսկ ինքը թաքնվեց սենյակի անկյունում։ Եվ իսկապես նրա տագնապը իզուր չէր։ Գիշերվա կեսին ներս մտավ երկգլխանին, հսկայական մահակը ձեռքին, նա մահակով մի քանի հուժկու հարված հասցրեց անկողնուն, որտեղ պետք է որ պառկած լիներ Ջեկը, և հեռացավ։ Բայց մեծ էր հսկայի զարմանքն ու հիասթափությունը, երբ առավոտյան Ջեկին տեսավ ողջ ու առողջ։ «Ինչպե՞ս քնեցիր», հարցրեց նա Ջեկին։ «Հիանալի», պատասխանեց Ջեկը, «եթե իհարկե չհաշվենք վրաս վեր ու վար անող առնետներին»։ Հետո հսկան մեծ ափսեներով ալյուրե պուդինգ բերեց նախաճաշի համար։ Ջեկն այդքանը չէր կարող ուտել, բայց և չէր ուզում, որ հսկան իմանա այդ մասին։ Նա ձևացրեց, թե ուտում է, մինչդեռ կտորները բերանը տանելու փոխարեն լցնում էր բաճկոնի տակի կաշվե տոպրակը։ Նախաճաշից հետո նա ասաց. «Գիտես, թե ինչ շնորհք ունեմ, ես կարող եմ ձեռքի մի հպումով ապաքինել բոլոր վերքերը»։
Այս ասելով նա վերցրեց դանակն ու պատռեց իր կուրծքը, բայց իրականում պուդինգով լի կաշվե տոպրակը։ Պուդինգը փշուր թափվեց հատակին, Ջեկը ձեռքը հպեց պատռված կրծքին, իբր բուժեց վերքը և մնաց կենդանի։ Ես էլ կարող եմ այդպես անել, մռնչաց հսկան և դանակը նույն ձևով խրեց կուրծքը։ Այդպես անխելք հսկան անշունչ փռվեց հատակին։ Ջեկի սխրանքների համբավը հասավ Արթուր թագավորին, թագավորն էլ կլոր սեղանի ասպետի կոչում շնորհեց նրան։ Այսպես թափառում էր Ջեկը երկրով մեկ, իրար հետևից սպանում հսկաներին ու տիրանում նրանց հրաշագործ իրերին։ Մեկից վերցրեց անտեսանելի դարձնող վերարկու և արագասլաց մաշիկներ։ Այդ մաշիկներով սլանում էր 10 անգամ ավելի արագ, քան ամենաարագավազ մարդը։ Մի ուրիշ հսկայի ճանկերից փրկեց դքսի գեղանի դստերը, որին երկար ժամանակ գերի էր պահում գարշելի աժդահան։ Ջեկը հաղթեց նաև ահարկու հսկա որոտին, որը կատաղած հարձակվել էր այն դղյակի վրա, ուր Ջեկն էր ապրում։ Այդ դղյակի շուրջը մի խոր խանդակ կար, վրան շարժական կամուրջ։ Ջեկը իր մարդկանց պատվիրեց կամուրջը սղոցել այնքան, որ դիմանա միայն իր ծանրությանը, իսկ հսկայի ծանրությանը չդիմանա։ Հետո նա հագավ անտեսանելի վերարկուն ու արագասլաց մաշիկները և համարձակ գնաց հսկային ընդառաջ։ Սկզբում Ջեկը որոտին ստիպեց իր հետևից վազ տալ ամբողջ դղյակի շուրջը։ Չէ որ որոտը կարող էր միայն լսել Ջեկի կանչող ձայնը, իսկ տեսնել նրան չէր կարող։ Հետո նա հանկարծ հանեց անտեսանելի վերարկուն ու արագասլաց մաշիկներով վազեց կամրջի վրայով, ապահով հասնելով դղյակ։ Բայց երբ որոտը, որը շատ ծանր էր, փորձեց հետևել նրան, կամուրջն աղմուկով փլվեց նրա հսկայական ծանրության տակ ու չար հսկան խեղդվեց խանդակի ջրում։ Փրկված դքսի դստերը Ջեկը վերադարձրեց հորը, բայց երջանիկ հայրը, որպես շնորհակալություն, իր գեղանի աղջիկը տվեց Ջեկին կնության։ Այդպես դքսի դուստրն ու Ջեկն ամուսնացան, մեծ ուրախություն պատճառելով ողջ թագավորությանը։ Իսկ որպես մատուցած ծառայությունների հատուցում, Ջեկը թագավորից ստացավ մի գեղեցիկ դղյակ Կորնվոլում։ Այստեղ էլ Ջեկն ու իր հարսնացուն խաղաղության ու երջանկության մեջ անցկացրին իրենց կյանքի մնացած բոլոր օրերը։ Ահա այսպես, երկիրն ընդմիշտ ազատվեց չար ու դաժան հսկաներից։